Կոլումբիայի կենտրոնական մասում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։ Գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վիլավիսենսիո քաղաքից 73 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը գնահատվել է որպես ավերիչ։ Կալիֆորնիայի ազգային գվարդիայի զինծառայողները տեղական ժամանակով այսօր վաղ առավոտյան ժամանել են Լոս Անջելես, ի պատասխան ներգաղթի դաշնային ծառայության գործողությունների դեմ երեկվա բողոքի ակցիայի, հայտնում է NBC News-ը։ Ըստ ԱՄՆ հյուսիսային հրամանատարության նրանք 79-րդ հետևակային բրիգադի մշտական խմբի կազմում են։ Զինծառայողները կպահպանեն դաշնային շենքերն ու այլ դաշնային օբյեկտները։ Ինչպես նշել է ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը, բողոքի ակցիաների համար տեղակայված ազգային գվարդիայի զորքերը վարժեցված են մարդկանց բազմության հետ աշխատելու համար։ Այսօր ներգրավված ազգային գվարդիայի 2000 զինծառայողները հատուկ վերապատրաստում են անցել մարդկանց բազմության հետ աշխատելու համար։ Նրանք կլինեն հանրության կողքին եւ կկարողանան ապահովել ինչպես շենքերի եւ խաղաղ ցույցերի մասնակիցների, այնպես էլ մեր իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը, որպեսզի վերջիններս կարողանան շարունակել իրենց ամենօրյա աշխատանքը, ասել է Նոեմը։ Հիշեցնենք, որ 2000 ազգային գվարդիականների տեղակայման մասին հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրանտների զանգվածային ձերբակալություններով պայմանավորված բողոքի ակցիաների եւ անկարգությունների ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Տեսլայի ու SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Պոլիտիկոն հղումանելով Սպիտակ տան աղբյուրներին։ Թրամփի եւ Մասկի ներկայացուցիչների միջև զրույցը տեղի է ունեցել ուրբաթ հունիսի 6-ին, որից հետո Սպիտակ տան ղեկավարը եւ գործարարը դադարեցրել են սոցիալական ցանցերում կոշտ հայտարարությունների փոխանակումը։ Նա Թրամփը դադարեցրել է հաղորդագրություններ հրապարակելը, բայց դա չի նշանակում, որ նա երջանիկ է։ Ամբողջովին հասկանալի է, թե ինչպիսին կլինեն նրանց հարաբերությունները, ասել է ամերիկացի պաշտոնյան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը, նշել են աղբյուրները։ Տեղեկատվության համաձայն Ֆիդանը եւ Ռուտեն նաեւ անդրադարձել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որը տեղի կունենա հունիսի 24-ից 25-ը Հաագայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում առաջիկա օրերին խոսել Իլոն Մասկի հետ։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Չեմ կարծում, որ նախագահն ունի այդ ծրագիրը, ասաց Լևիթը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփի եւ Մասկի ներկայացուցիչների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 400-ը վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է ընդունվել 108 մահացած եւ 393 վիրավոր։ Նախարարության տվյալներով մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց ինտենսիվ հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 4600 մարդ, իսկ վիրավորվել է ավելի քան 14000 մարդ։ Գազայի իշխանությունները նշում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինցիների զոհերի ընդհանուր թիվը հասել է 54880-ի, իսկ վիրավորներինը 126227-ի։ Հունիսի 9-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Գարեգին Բ խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին հերթական հրապարակման մեջ նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է. «Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ համաձայն Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը»։ Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։
Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրավապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, նշել է Փաշինյանը։ Մինչ այս հրապարակումը Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մեկ այլ հրապարակմամբ, որում մասնավորապես ասվում է. պետությունը կամ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եկեղեցին պատկանում է ժողովրդին, մենք պետությունը կամ իշխանությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին, նշել է նա։ Հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիսայում, այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում Լեռներից մինչև օվկիանոսներ կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ հանուն կայուն ապագայի խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի կողմից համատեղ որպես համապատասխանաբար COP17-ի եւ ՄԱԿ օվկիանոսի հարցերով համաժողովին հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ, նշված է հաղորդագրության մեջ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանյան մայրաքաղաքի մատույցներում եւս 2 անօդաչու թռչող սարք են խոցել։ Ընդհանուր առմամբ գիշերվանից ի վեր հոբ ուժերը ոչնչացրել են 9 ԱԹՍ, հայտնում է Կոմերսանտը։ Մոսկվայի Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը, սահմանափակումներ են գործում նաեւ Կալուգայի օդանավակայանում, ըստ Կալուգայի մարզի նահանգապետ Վիչիսլավ Շապշայի մարզի երկնքում 7 անօդաչու թռչող սարք են խոցել։ Վնասվել է 3 առանձնատուն, ավելի վաղ ԱԹՍ-ի հարձակման մասին հայտարարել էր Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։ ԱԹՍ-ների մեկի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել Նոմոսկովսկի ազոտ գործարանում, դուժել է 2 մարդ։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 7-ի Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև հունիսի 8-ի Մոսկվայի ժամանակով 7:30 ընկած ժամանակահատվածում հոբ ուժերը ոչնչացրել են 61 անօդաչու թռչող սարք։ Գրոհ են ենթարկվել Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Տուլայի, Օրիոլի, Կուրսկի եւ Մոսկվայի մարզերը, ինչպես նաեւ Ղրիմը։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի ատերմինալը հորդարատ անձրևից հետո հեղեղվել է։ Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ ջուրը լցվում է 15 եւ 16 դարպասների մոտ գտնվող տարածք։ Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է մի քանի չվերթ, այդ թվում նաեւ դեպի Երևան չվերթը։ Ավելի վաղ եղանակաբանները նախազգուշացրել էին Մոսկվայում կիրակի օրը եղանակի կտրուկ վատ թերացման մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Անկարայի եւ Իսլամաբադի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային հարցերի շուրջ։ Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերից հետո Թուրքիայի եւ Պակիստանի միջև բարեկամական հարաբերություններն ու համերաշխությունն էլ ավելի են ամրապնդվել, նշել է մամուլի ծառայությունը։ Մեխիկոյում ապամոնտաժել են ադրբեջանցի բռնապետ Հեյդար Ալիևի արձանը, փոխարեն է տեղադրել ադրբեջանի քարտեզ, հայտնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Մեխիկոյի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանի տեղադրմամբ ադրբեջանական սադրանքի ամոթալի ավարտը, գրել են նա։ Լապշինը պատմել է, որ 2013 թվականին մեքսիկացի ակտիվիստներն ակցիաներ են իրականացրել, պահանջելով հեռացնել ադրբեջանցի բռնապետի արձանը։ Արդյունքում 2013 թվականին արձանն ուղղակի անհետացել է, այժմ այն տեղադրված է դեսպանատան մոտ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ թույլ չի տա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին տեղափոխող Մադլեն Արագաստանավին հասնել Գազայի հատվածի ափերին։ Բնապահպան ակտիվիստին անվանելով հակասեմիտ, նա նշել է, որ թույլ չի տա, որ որևէ մեկին խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը։ Կանն TV եւ ռադիոյի տվյալներով Գրետային եւ նրա ընկերներին տեղափոխող նավը, որոնք ըստ տեղեկությունների մարդասիրական առաքելությամբ ուղևորվում են Գազա, նախատեսված վայրին կմոտենա հունիսի 9-ին, նշենք, որ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ իր կյանքը կտա Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր 10 կողմնակցից մոտավորապես 6-ը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին։ Այս մասին հայտնում են հարցման արդյունքները։ Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին եւ միայն 12-ն է ընտրել Մասկին, ասվում է հրատարակության մեջ հիմնվելով հարցման արդյունքների վրա։ Հարցումն անցկացվել է հունիսի 6-ին 1006 գրանցված ընտրողների շրջանում։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին։ Աղբյուրների փոխանցմամբ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից որ դրամաշնորհները կարող են չեղարկվել։ Կալիֆոռնիացիներն են վճարում դաշնային կառավարության հաշիվը։ Մենք 80 միլիարդ դոլարով ավելի շատ հարկեր ենք վճարում, քան ստանում ենք։ Գուցե ժամանակն է դադարեցնել, հայտնել է Կալիֆոռնիայի նահանգապետը։ Կալիֆոռնիան ավանդաբար համարվում է դեմոկրատների ամրոց եւ Թրամփը բազմիցս քննադատել է այն։ Գազայի հատվածի հարավում փախստականների համար նախատեսված վրանների վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Վիրավորվել ավելի քան 40-ը, հայտնում է պաղեստինյան Ալ-Աքսա հեռուստաալիքը հղում անելով բժշկական աղբյուրին։ 12 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 40-ը վիրավորվել, երբ օկուպացիան կրակ է բացել Խան Յունիս քաղաքից արևմուտք տեղահանված անձանց հետ գտնվող վրանների վրա, ասել է հեռուստաալիքի աղբյուրը Խան Յունիս Նասեր բժշկական համալիրից։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել էր հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվում են, քանի որ պաղեստինյան համաշարժումը հրաժարվում է ընդունել հրադադարի երկարաձգման եւ պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը։ Հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն մարտական գործողությունները չեն վերսկսվել միջնորդների կողմից կողմերին Գազայում կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու փորձերի պատճառով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է շատ ուժեղ, սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ Նրանք օրինագիծ ունեն, դա ինձնից կախված կլինի, սա իմ տարբերակն է, սա շատ ուժեղ օրինագիծ է, ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի խնդրել Սենատին մեղմել օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսված սահմանափակումները։ Ռուսաստանի հոբ համակարգերը Կուրչատովում գտնվող Կուրսկի ատոմակայանի մոտակայքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, այս մասին հաղորդում է Մաշ Տելեգրամ ալիքը։ Անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մոտակայքում գտնվող AEK-2-ի կայանատեղիում, նշվում է հաղորդագրության մեջ։ Արդյունքում այնտեղ վնասվել է 1 մեքենա։ Ժամը 16:30-ից մինչև 22:05-ը Կուրսկի մարզի վրայով ընդհանուր առմամբ խոցվել է 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հակառակորդը փորձել է հարվածել Կոնիշևսկի, Ժելեզնոգորսկի, Կուրսկի, Ֆատեժսկի, Կուրչատովսկի եւ Շչիգորովսկի շրջաններին։ Դրանց վրայով ոչնչացվել է 21 անօդաչու թռչող սարք, եւս 4-ը խոցվել են Ժելեզնոգորսկի վրայով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունները անիմաստ համարել կարող են միայն նրանք, ովքեր չունեն սիրտ կամ բանականություն։ Այս մասին նա ասել է իտալական BioBlue հեռուստաալիքին տված հարցազրույցում, արձագանքելով արևմտյան մամուլում տարածվող պնդումներին։ Զախարովայի խոսքով Ստամբուլի բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել կարևոր մարդասիրական համաձայնություններ, մասնավորապես համաձայնություն է ձեռք բերվել հազարավոր ռազմագերիների փոխանակման եւ 6000 ուկրաինացի զինծառայողների մարմինների վերադարձի շուրջ։ Նա շեշտել է, որ նման քայլերն արդեն իսկ հսկայական արժեք ունեն մարդկային կյանքի տեսանկյունից, հայտնում է Գազետա.ru-ն։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակել ծանր հիվանդ ռազմագերիներին եւ մինչեւ 25 տարեկան անձանց բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Ուշագրավ է, որ ուկրաինական կողմը ըստ հրապարակումների հրաժարվել է ընդունել զոհվածների մարմինները իբր կապված ֆինանսական հատուցման բեռի հետ։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիատրոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին շնորհակալություն հայտնել Հունգարիա գազի եւ նավթի անխափան մատակարարումների համար եւ ռուսական կողմից ստացել է երաշխիքներ, որ Բուդապեշտի էներգամատակարարումը ապագայում երաշխավորված կլինի։ Այսօր Ռուսաստանի էներգետիկայի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ մենք քննարկեցինք հունգարա-ռուսական էներգետիկ համագործակցության վիճակը եւ պարզեցինք, որ Ռուսաստանից նավթի եւ բնական գազի մատակարարումները շարունակում են անխափան հոսել դեպի Հունգարիա, ինչի համար ես երախտագիտությունս հայտնեցի, գրել է Սիատրոն Facebook-ում։ Դոմոդեդովը եւ Ժուկովսկի օդանավակայանները մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ չեն ընդունում կամ չեն ուղարկում ինքնաթիռներ, հաղորդում է օդային տրանսպորտի դաշնության գործակալությունը։ Այս օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ուրբաթ երեկոյան իր Telegram ալիքում գրել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել բարեփոխել միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքը, այդ թվում անվտանգության խորհուրդը։ Նա այս մասին ասել է The Hill-ին տված հարցազրույցում։ Պետության ղեկավարի խոսքով անհրաժեշտ են բարեփոխումներ քվեարկության իրավունք տալու այն երկրներին, որոնք չեն մտնում 5 մշտական անդամների մեջ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Չինաստան։ Տոկաևը նշել է, որ միայն այս կերպ ՄԱԿ-ը կկարողանա ավելի արդյունավետորեն հաղթահարել տարածաշրջանային ներկայիս մարտահրավերները աշխարհի առջև ծառացած հիմնական սպառնալիքների շարքում։ Նա առանձնացրել է համավարակները, կլիմայի փոփոխությունը եւ միջուկային ինքնաոչնչացման ռիսկը։ Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, սակայն այն փաստը, որ մենք դեռևս ընդամենը մի քանի վայրկյան հեռու ենք լիակատար ինքնաոչնչացումից, վկայում է մեր կոլեկտիվ միջոցառումների լիակատար ձախողման եւ խաղաղության տարիների կողմից մեծ տրված հնարավորությունների կորստի մասին, ընդգծել է քաղաքական գործիչը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային Չենաբ կամուրջը, որը կառուցվել է Քաշմիրի լեռնային հովտում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Չենաբ գետի վրայով անցնող կամուրջի կառուցումը տևել է մի քանի տասնամյակ։ Դրա կամարակապ կառուցվածքը բարձրանում է գետի մակարդակից 359 մետր, ինչը 29 մետրով ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը։ Կամուրջը 1315 մետր երկարություն ունի, իսկ նախագծի արժեքը գերազանցել է $160 միլիոն։ Այն Քաշմիրի Հնդկաստանի մնացած մասի հետ կապող առաջին երկաթուղային երթուղու մի մասն է։ Այցի ընթացքում Մոդին նաև բացել է Ուդհամպուր Սրինագար Բարամուլա երկաթուղին, որը տարածաշրջանի կարևոր քաղաքները կապում է երկրի այլ մասերի հետ։ Նախիջևանից սահմանային դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։ Նյուզկետ.am-ի տեղեկություններով Նարեկը 1 ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայր, որն ունի հաշմանդամություն։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում կայծակնահարության հետևանքով մահացել է Պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի խելագար վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ։ Այս մասին հայտնել է The New York Times-ը հղում անելով աղբյուրներին։ Մայիսի վերջին թերթը գրել էր, որ Մասկը սկսել է ակտիվորեն կետամին ընդունել, երբ դարձել է Թրամփի ամենամտերիմ գործընկերներից մեկը։ Գործարարն ինքը հերքել է թմրանյութերի մասին տեղեկատվությունը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Թրամփը իր օգնականներին ասել է, որ Մասկի խելագար վարքագիծը պայմանավորված է թմրանյութերի օգտագործմամբ, ասվում է հրապարակման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են հետագա ռազմական գործողությունների։ Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է արել իր Telegram-յան ալիքում։ Ուրբաթ հունիսի 6-ին պետության ղեկավարը լսել է Կիևի ներկայացուցիչների Վաշինգտոն կատարած այցի արդյունքների մասին զեկույցները։ Նրա խոսքով բանակցողները լավ հանդիպումներ են ունեցել բոլոր մակարդակներում, այդ թվում ԱՄՆ վարչակազմի եւ պետդեպարտամենտի աշխատակիցների, կոնգրեսի անդամների եւ հասարակական գործիչների հետ։ Պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Ռուսաստանի ղեկավարության իրական մտադրությունները։ Չնայած բանակցությունների ժամանակ շատախոսությանը, ռուսական զորքերը պատրաստվում են հետագա ռազմական գործողությունների եւ դրանց ընդլայնման հնարավորության, գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քաղաքականության մեջ չի կարողանում խելամիտ որոշումներ կայացնել։ Նա անկարող է համաձայնության գալ։ Այս մասին իր YouTube-յան ալիքում հայտարարել է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ Դանիել Դեյվիսը։ Զելենսկին կորցրել է խելամիտ որոշումներ կայացնելու ունակությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն պետք է գիտակցեն, որ նա լիովին անկարող է համաձայնության գալ, նշել է նա։ Դեյվիսի խոսքով այս առումով Արևմուտքը կարող է դիտարկել Ուկրաինայի առաջնորդից ազատվելու տարբերակը պայմանավորված նրա համաձայնության գալու անկարողությամբ։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճի ֆոնին արտահայտվել է Միացյալ Նահանգներում նոր կուսակցություն ստեղծելու օգտին եւ առաջարկել է դրա անվանումը։ Ամերիկա կուսակցությունն այդ մասին հայտարարել է իր սոցիալական ցանցում։ Կուսակցություն Ամերիկա գրել է Մասկը, նա նաև նշել է, որ նման կուսակցությունը անհրաժեշտ է Միացյալ Նահանգների համար։ Մասկի խոսքով X սոցիալական ցանցում հարցված ամերիկացիների 80%-ը արտահայտվել է դրա ստեղծման օգտին։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից հետո հակամարտության սրումը սկսվել է Ուկրաինայի մեղքով իրադարձությունների նման զարգացումը լավ չի ավարտվի։ Այս մասին հայտարարել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։ Հակամարտության սրումը սկսվել է Ուկրաինայի մեղքով, եվրոպացիների եւ ուկրաինացիների անպատասխանատվությունը ողջամիտ խաղաղության հասնելու ցանկության բացակայության դեպքում լավ չի ավարտվի։ Ընդգծել է նրա խոսքով Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները եւս մեկ անգամ հաստատել են իր տարածքում ռազմական գործողություն անցկացնելու արդարացիությունը։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է, որ Կուրբան Բայրամի տոնակատարության առաջին օրը 14000 մարդ է վիրավորվել։ Տոնի առաջին օրը 14372 մարդ մեր հիվանդանոցներում բուժում է ստանում զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Կիսվել է նախարարը։ Նա մանրամասնել է, որ Անկարայում վիրավորվել է 1049 մարդ, Ստամբուլում 753, իսկ Կոնիայում 655 մարդ։ Մեմիշօղլուն տոնը նշող բոլորի հիշեցրել է, որ Կուրբան Բայրամի օրը կենդանիները պետք է մորթվեն մասնագետների կողմից նման միջադեպերից խուսափելու համար։ Ուկրաինայի զինված ուժերը FPV-ի անօդաչու թռչող սարքերի սուր պակաս են զգում մատակարարվող սարքավորումների որակի կտրուկ անկման ֆոնին։ Այս մասին հաղորդում է BBC-ն հղում անելով 7 մարտական բրիգադների սպաների հետ հարցազրույցի։ Ըստ 58-րդ բրիգադի անօդաչու համակարգերի գումարտակի հրամանատար Սերգեյ Վարակինի, եթե 1 տարի առաջ ստորաբաժանումները օրական օգտագործում էին մինչև 100 անօդաչու թռչող սարք, այժմ նման ծավալները անհասանելի են։ Զինվորները ստիպված են սարքերի մինչև 80%-ը գնել անմիջապես արտադրողներից։ Պետական մատակարարումների վատ որակը լուրջ խնդիր է դարձել։ Զինվորները ստիպված են լրացուցիչ մասեր գնել իրենց սեփական միջոցներով անօդաչու թռչող սարքերը առաջնագծի պայմաններին հարմարեցնելու համար, բացատրել է Վարակինը։ Եվրամիությունը եւ Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով Եվրամիությունը մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Եվրամիությունը նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության եւ անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին, ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ համաձայնագիրը կարող է նպաստել Եվրամիության արդյունաբերության վերափոխմանը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Եվրոպայում անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները։ Ռուսաստանի Դաշնությունը ուրախ է վերսկսել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Ռուսաստանը շահագրգռված է զարգացնելու եւ ընդլայնելու Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը։ Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ասել է Մատվիենկոն։ Ռուսաստանի Դաշնության վերին պալատի նախագահը նշեց, որ 2025 թվականը ֆաշիզմի դեմ պայքարի 80-ամյակն է, որը խորհրդային միության բոլոր ժողովուրդների հաղթանակն է եւ շնորհավորելով այդ կապակցությամբ հիշեցրեց, որ մոտ 600,000 հայ է մասնակցել հայրենական մեծ պատերազմին, տվել 100-ից ավելի հերոս, 5 մարշալ եւ 1 ծովակալ։ Վալենտինա Մատվիենկոն
հայտարարել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը ընդմիշտ մոտեցրել է երկու ժողովրդին, իսկ Երևանում անցկացված անմահ գնդի երթին մասնակցել են ռեկորդային թվով քաղաքացիներ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը ընդգծել է նաև Հայաստանի հետաքրքրվածությունը Բրիսկի խորհրդարանական վեաժողովին։ Մենք անցկացնում ենք միջխորհրդարանական արդեն 39-րդ նիստը, ինչը նշանակում է, որ այս ֆորմատը պահանջված է արդյունավետ եւ այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, նշել է Մատվիենկոն։ Նրա խոսքով այն նպաստում է նաև երկրի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մոտեցումը եւ խոսել նրա հետ, այլ ոչ թե նրա մասին։ Եկեք դադարենք Դոնալդ Թրամփի մասին խոսել բարձրացված հուսամատը եւ դժգոհ արտահայտությամբ, ասել է կառավարության ղեկավարը Բերլինում կայացած ընտանեկան ձեռնարկությունների օր համաժողովում։ Մենք պետք է խոսենք նրա հետ, այլ ոչ թե նրա մասին, հավելել է Մերցը։ Կանցլերը կարծում է, որ ԱՄՆ վարչակազմը բաց է քննարկումների համար եւ պատրաստ է ընդունել այլ կարծիք։ Դուք կարող եք խոսել ամերիկացիների հետ, բայց չեք կարող թույլ տալ, որ ձեզ վախեցնեն, ասել է նա։ Մերցը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ այլ կարծիք է հայտնել, քան ԱՄՆ նախագահ, եւ ոչ միայն տարաձայնություն չի առաջացել, այլև մենք այս թեման կրկին մանրամասն քննարկել ենք ճաշի ժամանակ, ասել է կանցլերը։ Մերցը ուրբաթ օրը վերադարձել է Վաշինգտոնից, որտեղ 5-շաբթի օրը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ։ Հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ սենսացիոն ցուցմունք է ստացել Ստեփանակերտում բեցալցակայանի հրդեհից տուժած արցախցիների մասին։ Նա մանրամասներ է ներկայացրել իր ստացած տեղեկություններից։ Այս պահի դրությամբ 22 անհետ կորածներ ունենք, նրանց ծնողները ուղղակի անհուսության մեջ են, չգիտեն ինչ անեն, չգիտեն ում դիմեն, եւ հիմա բենզալցակայանի պայթունից արվածքներ ստացած Գայանե Թովմասյանի խոսքն եմ ես փոխանցում, Տիկին Գայանեն պնդում է, որ իր ներկայությամբ, երբ որ ինքը այրվածքներ է ստացել եւ իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոցում տեղ չի եղել, իրեն տեղափոխել են ռուսական ռազմաբազա, այնտեղ ինքը տեսել է ադրբեջանական պետհամարարիչներով շտապօգնության մեքենաներ եւ հիմա ես փոխանցում եմ խոսքը, որ այդ մեքենաները վիրավորներին, այրվածներին հայազգի բնականաբար տեղափոխել են Շուշի, թե հետո ինչ է եղել, այո, թե հետո ինչ է եղել տղաների հետ, առ այս պահը որևէ տեղեկատվություն չկա։ ԱՄՆ վարչակազմը լրագրող Թաքեր Կարլսոնին ներառել է TikTok սոցիալական ցանցի պոտենցիալ ներդրողների ցանկում, այս մասին հայտնել է Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն նախաձեռնությունը Սպիտակ տան ջանքերի մի մասն է, հարթակի համար նոր սեփականատերեր գտնելու համար, իշխանությունների ճնշման ներքո։ Կարլսոնի լոբիստներից մեկը սենատոր Ջեյ Դի Վենսն է, որին նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել է գործարքը վերահսկելու համար։ Կարլսոնն ինքը հայտարարել է, որ տեղյակ չէ նման նախաձեռնության մասին։ Ես ոչինչ չգիտեմ այս մասին, կարդացել եմ, որ TikTok գործարքը կասեցվել է առևտրային պատերազմի եւ սակագների պատճառով, մեկնաբանել է նա։ Կարեն Ջանգիրյանը եւ Անդրեյ Գյագունցը գտնվում են տեղ համայնքում, առողջական վիճակը լավ է, այս մասին հայտնել է տեղի համայնքապետարանը։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում ԱԱԾ-ն հայտնել է, որ տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր հրավիրված դատարանների ընդհանուր ժողովն ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է դատական իշխանության Facebook-յան էջը։ Վճռաբեկ դատարանի եւ վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանն էլ ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ։
Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունիսի 9-ի 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին 11-ից 12-ի կեսօրից հետո 10-ի եւ 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ից 12-ը աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 9-ի 12-ից 13-ի գիշերը 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։